1455 թվականից մինչև 1485-ը Անգլիայում թեր պատերազմ էր ընթանում իր բնույթով քաղաքացիական, որը պատմության մեջ մնաց որպես կարմիր և սպիտակ վարդերի պատերազմ։ Այդ պատերազմը վարում էին միմյանց դեմ պլանտագենետների դինաստիայի երկու ճյուղ Լանկաստերները և Յորքերը։ 85-ին մոտավորապես պատերազմն ավարտվեց Հենրի Թյուդորի հաղթանակով, որը դարձավ Հենրի 7-րդ թագավորը Անգլիայի, և պատերազմի արդյունքում վերացվեց անգլիական արիստոկրատիայի 80%-ը։ Անգլիական պատմագրության մեջ և ընդհանրապես պատմագետները բոլոր երկրներում հակված են մտածել, որ դա ազգային ողբերգություն էր, ի վերջո զրկվեց քո քաղաքական, տնտեսական բոլոր կարգի էլիտաների 80%-ից, դա մի քիչ շատ է։ Բայց կան ավելի նուրբ մտածող հասկացող մարդիկ, Հայաստանում ես ինձ բացի ոչ մեկին չեմ ճանաչում, գոնե այս հարցում, այս պատերազմի հարցում, որոնք համարում են, որ սպիտակ և կարմիր վարդերի պատերազմը արիստոկրատիայի 80%-ի լիկվիդացիան, դա ազգային երջանկություն էր Անգլիայի համար։ Եվ ամենամեծ գրավականը այն բանի, որ Անգլիան դարձավ համաշխարհային տերություն։ Ինչու՞մն է բանը։ Նախ հասկանանք, թե ինչ ասել է արիստոկրատիա։ Ով է արիստոկրատը միջնադարյան Եվրոպայում։ Դա որոշակի կրթություն, դաստիարակություն ունեցող անհատականություն է, որը հարուստ է, ունի կալվածներ, որը առավոտ արթնանում է, սուրճ է խմում, հետո մի քիչ քայլում է, մի քիչ կարդում է, լեզուներ է սովորում, գնում է որսի, գալիս է, որվա ընթացքում մտածում է, թե երեկոյան որ սիրո, որ գեղեցկու հետ ընթրիք ունենա։ Այսինքն արիստոկրատը դա կրթված, դաստիարակված և հարուստ ձրիակիր է։ Ոչ մի բանի ունակություն չունի։ Անգամ առավոտյան հագնել չի կարող, պետք է մեկը օգնի ինչ-որ կամեր լինել։ Ինքնուրույն որսի գնալ չի կարող։ Պետք է մեկը հավին կամ կովին բերի իր դիմաց, որ ինքը կարողանա դրան գնդակահարել։ Դա է արիստոկրատը։ Հիմա եթե վերանում է պետության արիստոկրատիայի քաղաքական էլիտայի 80%-ը, ինչ-որ մեկը պետք է զբաղեցնի այդ տեղը, չէ՞, յուրաքանչյուր վակում լցրելու միտում ունի։ Եվ ով զբաղեցրեց այդ վախճանված արիստոկրատիայի տեղը։ Զբաղեցրեցին ճարպիկ գյուղացին, ճարպիկ քաղաքացին, քաղաքի բնակիչ նկատի ունեմ, ճարպիկ վաճառականը, ճարպիկ արհեստավորը, ճարպիկ գողականը, ճարպիկ աֆերիստները, որոնք դարձան արիստոկրատ, մի քիչ կրթվեցին, սովորեցին և 100 տարի անց 1585-ին արդեն Հենրի 7-րդի թոռնիկի Ելիզավետա I-ի կառավարման ժամանակ նրանք ջախջախեցին Իսպանիան որպես համաշխարհային տերություն և իսպանացիների ձեռքից խլեցին համաշխարհային տիրապետության իրավունքը, գահը, թագը։ Այսինքն, փաստորեն Անգլիայում յուրահատուկ տրանսֆորմացիա տեղի ունեցավ։ Էլիտան վերացավ, բացարձակ ապաշնոր էլիտան վերացավ, տեղ եկավ բանիմաց, ձեռներեց, ակտիվ, գործունյա էլիտա, որը այդքան բանը արեց, որը իր երկիրը հասցրեց համաշխարհային Օլիմպոսի։ Եվ միանշանակ կարող ենք ասել, որ հին արիստոկրատիան եթե պահպանվեր, Անգլիան շատ առաջ չէր գնա,
շատ Անգլիան կմնար շարքային եվրոպական երկիր, ինչպես ասենք Պորտուգալիան կամ ինչպես Դանիան։ Թեպետ Պորտուգալիան էլ է ժամանակին կայսրություն եղել։ Անգլիան այդ կայսրությունն չէր դառնա։ Հետո նոր Ֆիլիպ II-ի հետ անպարտելի նավատորմի կործանումից հետո սրանք աստիճանաբար սկսեցին ձեռք գցել այլ եվրոպական տերությունների անդրօվկիանոսային տերությունների վրա, ասենք։ Օրինակ Նյու Յորքը հոլանդական քաղաք էր, Նյու Ամստերդամ էր դրա անունը, խլեցին հոլանդացիներից Նյու Յորքը։ Գրեթե տիրացան ողջ հյուսիսային Ամերիկային։ Սկզբից 18-րդ դարում Ֆրանսիայից 7-ամյա պատերազմի արդյունքում վերցրին Կանադան, հետո արդեն 19-րդ դարի առաջին կեսին Մեքսիկան շատ լուրջ սափրեցին մեջտեղից։ Միացյալ Նահանգների մայրցամաքային տարածքի գրեթե կեսը դա մեքսիկական հողեր էին, չէ՞։ Ինչևէ, եթե պատմությանը մոտենում ես իմաստավորված, փորձում ես իմաստավորել, վերիմաստավորել պատմությունը, ապա շատ հետաքրքիր բաներ կտեսնես եւ պաշտոնական պատմագրությունից շատ տարբերվող եզրահանգումների կգաս։ Հիմա Հայաստան, բայց ոչ բոլոր էլիտային վերնախավային փոփոխություններն են երգանքության հասցնում ժողովուրդներին։ Օրինակ 2018-ին մենք ունեցանք էլիտայի արմատական փոփոխություն, ինչի արդյունքում այսօր գրեթե չունենք Հայաստան։ Հարցը այստեղ այն է, որ ով է իրականացնում այդ փոփոխությունը։ Մի բան է փոփոխության ճարտարապետը, հեղինակը, ինչ-որ արտասահմանյան գրանտակերական գործակալական ցանց է, մի այլ բան է, ասենք, եւ դա անում է Ալեքսանդր Մյասնիկյանը։ Լրիվ տարբեր արդյունքների են հասել եւ 1920-ականներին եւ 2020-ականներին։ Հիմա եթե ընդունում ենք, որ Հայաստանը այսօր կործանվող երկիր է եւ Հայաստանին անհրաժեշտ է էլիտայի արմատական փոփոխություն, այսինքն գործող էլիտայի ոչնչացում, ոչ բռնի ոչնչացում։ Ուրեմն պետք է ենթադրել, որ նոր իշխանությունը, եթե այդ process-ը չնախաձեռնի, ուրեմն անձամբ ես կեզրակացնեմ, որ իշխանափոխությունը իմաստ չունեցավ։ Եթե պետք է ասենք Կարապետյանը կամ Քոչարյանը ստանձնեն երկրի վարչապետի պաշտոնը, եւ եթե նրանք պետք է կատաղի էներգիան չներդնեն Հայաստանի արևմտական հանրույթի վերացմանը, ուրեմն որն է նրանց գալու իմաստը։ Թող սա մնա իր գործը վերջացնի։ Ես բնավ չեմ խոսում բռնության մասին եւ դրա քարոզը չեմ անում։ Կա շատ հետաքրքիր ֆենոմեն, օստրակիզմ կոչվում, հին հունական ծագում ունի, օստրակիզմը ինչ է, դա այն է, երբ հանրությունը մերժում է ինչ-որ մեկին, ինչ-որ մի անհատի, մի երևույթ, լրելային է մերժում, թե բարձրաձայն էականը դա չէ։ Օստրակիզմի զոհ դարձավ Սոկրատեսը, եւ նրան առաջարկվեց կամ լքել Աթենքը, կամ մեռնել, նա ընտրեց մահը։ Իսկ օստրակիզմի կազմակերպումը բարձրագույն իշխանության համար, քաղաքական իշխանության համար, դա ոնց որ մի բաժակ ջուր խմել լինի, դա բարձրություն իր մեջ չի պարունակում։ Խնդիրը միայն քաղաքական կամքն է, որը նոր էլիտան, որը նոր քաղաքական իշխանությունը ձևավորելիս նոր էլիտա, իսկ էլիտան դա մենակ պաշտոնները չէ, մենակ կառավարության կազմը չէ։
պետք է պարտադիր մտածի օստրակիզմի մասին եւ երկրից վթարի, գոնե հանրային կյանքից վթարի, գոնե հանրային կյանքը մաքրի եւ վտարի արևմտական հանրույթը, իդեմս գրանտակերների, Փաշինյան Նիկոլի ռեժիմի անդամների եւ կողմնակիցների եւ իհարկե SS-կայական գործակալական ցանցի։ Առանց դրա Հայաստանը առաջ չի գնա։ Նորից եմ կրկնում, Անգլիայում 700 տարի առաջ քաղաքական էլիտայի 80%-ի ոչնչացումը հանգեցրեց նրան, որ Անգլիան դարձավ մեծ տերություն, դարձավ գերտերություն, դարձավ աշխարհի միակ տերությունը։ Այդ թե ինչ է նշանակում բանիմաց գործունյա քաղաքական էլիտա, որը ծառայում է նախ իրեն, հետո հետևաբար իր պետությանն ու իր ազգին։ Մեզ նման էլիտա է պետք, որին իհարկե շատ կխանգարի հինը, գրանտակիրները, բազմավեկտորները նույնպես եւ համոզված եմ, որ նոր քաղաքական իրականության մեջ հայ արևմտական հանրույթը տեղ չպետք է ունենա։ Առայժմ այսքանը, նորից կխնդրեմ բաժանորդագրվել իմ YouTube-յան եւ Telegram-յան ալիքներին, կտեսնվենք շատ շուտով։